Երբ կինոն դառնում է ոչ թե սովորական պատմություն հաղորդելու միջոց, այլև մարդկային հոգու հայելի, այնտեղ անտարակույս հայտնվում է Հենրիկ Մալյանի անունը։ Ռեժիսորով իսկական հեղափոխություն բերեց խորհրդահայ կինոարվեստում առանց բարձրագույն խոսքերի, անաղմուկ, բայց և անշեղ։ Ռեժիսոր, ով խոսեց հայի մասին, հայի համար ամենահարմար լեզվով։ Վերլճացման ու փափուկ ճնշման տասնամյակներ մշակութային բացարձակ ամլությունից փրկվեցին մեծի մասամբ նրա անձնական ջանքով։ Նա, այո, կարողանում էր ճնշվելով չճնշվել, համաձայնելով չհամաձայնել, այո ասելով ոչ ասել, ոչ սոցիալական, ազգային ու գաղափարախոսական ճնշման անտեսումին։ Նա կարողանում էր վերևներում լինելով չլինել վերևներում, ի վերջո դառնալով վերևների համար ոչ անցանկալի և ներքևիններիս համար ցանկալի գործիչ։ Նա իր ճակատագիրը սրբագրած ելավ լուռ կռվից, հաստատելով խոսքը, թե բոլոր ռեժիմների մեջ կարելի է ու պետք է ստեղծագործել։ Նա Հենրիկ Մալյան սիրելի անուն դարձավ, իսկ աշխարհագրական վայրը մեծագիր հայրենիք անուններն են դարձնում։ Հրանտ Մաթևոսյան։ Զարմանալի մարդ, իր ամեն ինչով, զարմանալի հայ, զարմանալի հայր, զարմանալի, ինչ ասեմ, արվեստագետ, ամեն ինչ զարմանալի էր իր մոտ։ Իր հետ հնարավոր չէր պարզապես զրուցել։ Դու անդադար զարմացած էիր, անդադար։ Իսկ ինքը երբեք ճիք չէր անում, որ ինչ-որ մեկին զարմացներ, ոչ իր կինոյով, ոչ իր խոսքով, բայց բոլոր զարմանում են։ Մալյանի արվեստը բաց նամակ է ուղղված մարդուն։ Նրա հերոսները սովորական մարդիկ են, անկատար, բայց բնական, որովհետև գիտեր, ամենախոր ճշմարտությունները թաքնված են պարզ երևույթներում։ Եթե կինոյում կամ թատրոնում ինձ հաջողվել է հուզել թեկուզ միայն մեկ մարդու, միայն մեկ հանդիսատեսի, եթե իսկապես բարկացրել եմ մեկին, իսկապես ուրախացրել եմ, իսկապես մաքրել ու ազնվացրել եմ թեկուզ մեկին, ուրեմն հանգիստ խղճով իրավունք ունեմ անվանելու ինձ արվեստի գործիչ, խոստովանել է մեծ ռեժիսորը։ Ես համեմատականներ կարող եմ անցկացնել Հենրիկ Մալյան կինո ռեժիսորի և Ֆելինիի միջև, որովհետև ինքը շատ ազգային ռեժիսոր էր և իր ստեղծած ֆիլմերը, հենց սկսենք իր առաջին ստեղծագործություններից առանցին, որ հենց ինքն էր նկարել, Եռանկյունին, Մենք ենք մեր սարերը, նշեմ Հայրիկ ֆիլմը և Կտորմը երկինք, ես ինչ եմ այս 4-ը առանձնացնում, որովհետև, հա, և Նահապետը, որովհետև այս ֆիլմերը հենց իսկապես իր ձեռագիրն է և ցույց է տալիս Հենրիկ Մալյանի հայ ռեժիսոր լինելը, թե ինչքան հայ է։ Մալյանը ծնվել է Վրաստանի Թելավ քաղաքում, ուսուցիչների ընտանիքում։ Մանկությունն անցել է Կախեթի շրջանում գտնվող պատմական ու խաղաղ քաղաքում, շրջապատված խաղողի այգիներով, հինավուրց եկեղեցիներով, միջնադարյան պարիսպներով ու հայտնի տարբեր ազգերի համակեցությամբ։ Այդ գունեղ ու բազմաշերտ միջավայրում էլ ձևավորվել են նրա առաջին պատկերացումները կյանքի, հարաբերությունների և մշակութային ինքնության վերաբերյալ։ Եղել են հյուրասեր ընտանիք, մշտապես շրջապատված հետաքրքիր մարդկանցով, խոսք ու զրույցով, պատմություններով։ Հայրը տեղական դպրոցի տնօրենն էր, ծննդով Զաքաթալա քաղաքից, ով 1918 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել էր Վրաստանի Թելավ քաղաք, իսկ մայրը մայրենի լեզվի ուսուցչուհի։ Այս ամենը նպաստել է, որպեսզի Մալյանը սեր ունենա գրականության ու մարդկանց հանդեպ, իսկ նրա կինոն ոչ այլ ինչ է, քան գեղարվեստ ու սեր դեպի անհատը, դեպի բնությունն ու ազգայինը։ Այդ չես տեսնում, որ սառն է ոյ կամած։ Բարով, ես քեզանից շատ շնորհակալ եմ, թե որ դու ինձ չէիր կանչել, ես սկիլողացողը չէի։ Հենրիկ Մալյանը սիրում էր մարդկանց և նաև նա տալիս էր ձևաչափ այդ սիրո։ Սիրելու համար դու պետք է ճանաչես մարդկանց։ Իր ֆիլմերում մենք ճանաչում էինք իր կերպարներին, շատ տարբեր, մեկ հակասական նույնիսկ, բայց շատ խարակտերային, շատ սիրելի, շատ մեր համար մտերիմ։ Ընդ որում հասարակ մարդիկ էին, չէ՞, իրականում։
Եվ կարծում եմ, որ այդ սիրո միջոցով այդ սեր դեպի կոնկրետ հասարակ մարդը Հենրիկ Մալյանը նաև տվեց գուցե ժողովրդի ազգի պետության ապրելու ձևը։ Մինչ թատրոնի եւ կինոյի զարմանահրաշ աշխարհում հայտնվելը Հենրիկ Մալյանն աշխատում էր Թբիլիսի ավիագործարանում որպես գծագրող փականագործ, բայց արվեստի հանդեպ սերը նրան հանգիստ չի թողել։ Աշխատանքային ծանր առօրյայի մեջ անգամ Մալյանը ժամանակ էր գտնում ընթերցանության համար, զգալով ու գիտակցելով, որ իր իրական կոչումը կյանքի մեքենայական ընթացքը չէ, այլ մարդու հոգևոր շարժման պատկերումը։ Այդ ներքին մղումն ի վերջո դարձավ ճակատագրական ընտրություն, որ նրան ուղղորդեց դեպի արվեստի աշխարհ։ Ու որքան էլ տարբեր լինեին տեխնիկական գծագրերն ու նրա ապագա ֆիլմերի լիրիկական տեսարանները, ճշգրտությունը, ներդաշնակությունն ու մարդու հանդեպ ունեցած պատասխանատվությունը համադրում էին այդ երկու աշխարհները։ Չէ որ յուրաքանչյուր կադր, ինչպես նրա երբեմնի գծագրերը, պահանջում էր մանրակրկիտ ու խորունկ մոտեցում։ Այդ ֆիլմերի այդքան մեզ հարազատ ազգային լինելը արդյոք չի խանգարի, որ օտարները նույնպես դիտեն, ընկալեն, հասկանան այդ ֆիլմերը։ Եվ ամենազարմանալին այդտեղ է սկսվում, երբ հետազոտելով արխիվը հայտնաբերում ես, թե ինչ ընդունելություն են գտել այդ ֆիլմերը, ինչքան խոր եւ այսպես լայն կերպով ընկալվել են նաև օտար երկրներում։ Ասուր եմ մկոն է։ Կենա չկա։ Չկա։ Հալ չում է շաքարի նման տղեն։ Բան չկա ջանım։ Քիչ է պատահել, որ դամրջի խելքը կնի գարմատի է տվել։ Դամրջին էլի մնացել է դամրջ։ Մալյանի կյանքում անգնահատելի դերակատարում է ունեցել նրա հորեղբայրը, ճանաչված ու սիրված դերասան ռեժիսոր Դավիթ Մալյանն, ով ոչ միայն ուղղորդել է նրան, այլև դարձել նրա տաղանդի առաջին ու մեծ հավատացողը։ Համոզված եմ, որ այն անհատը, որն իսկապես զգում է իր կողքի մարդուն, զրուցել է հայ գյուղացու կամ քաղաքացու հետ, շնչել է Մատենադարանի խորհրդավոր օդը, զայրույթով լռել է Եղեռնի հուշարձանի առջև, զգացել է մեր եկեղեցիների վեհությունը, հաղորդվել է նարեկացուն, ում սիրտը բաբախել է Չարենցի սրտի ռիթմով, չի կարող ազգային ֆիլմ չստեղծել։ Հենրիկ Մալյան։ Սովորաբար մենք Հենրիկ Մալյանի մասին խոսելիս բնականաբար մեզ համար ուղենիշ ենք համարում նրա ֆիլմերը եւ նրա կինոռեժիսուրայի մասին ենք առավելապես խոսում, բայց պակաս հետաքրքիր չէ եւ անչափ կարեւոր է խոսել Մալյան թատրոնի ռեժիսորի մասին։ Ավելին ասեմ, կա թույլ կարծիք մեզանում, թե Մալյանը, երբ որ ստեղծեց կինոդերասանի թատրոն ստուդիան, ապա նա բացառապես կինոից էր գնում դեպի թատրոն։ Իրականությունը բոլորովին այլ է, Մալյանը թատրոնից է գնացել դեպի կինո։ Նկատի պիտի ունենանք, որ Հենրիկ Մալյանը Թատերական ինստիտուտի առաջին ուսանողներից էր, 1945 թվականին նա սովորում է ուրեմն Լևոն Քալանթարի կուրսում։ Սա եղել է նրա գործունեության մեկնարկի կարևորագույն փուլերից մեկը։ Այդ տարիները դարձել են ոչ միայն ուսման, այլև ինքնահաստատման ու կայացման շրջափուլ։ Մալյանը ձեռք է բերել այն տեսական հիմքը եւ գործնական փորձառությունը, որոնք անհրաժեշտ են եղել բարձր արվեստում ուրույն ձեռագիր կերտելու գործում։ Ինստիտուտում սովորելու տարիները Մալյանի համար նշանավորվել են ուսուցչի Լևոն Քալանթարի ազդեցությամբ։ Նրա ներկայությունը ռեժիսորի կյանքում դարձել է աշխարհայացքի ու ստեղծագործական ճանապարհի կարևոր ուղեցույց։ Մալյանի կրթվելու հանդեպ ծարավը չի սահմանափակվել միայն տեղական կրթությամբ։ 1953 թվականին նա ավարտել է Մոսկվայի Անատոլի Լունաչարսկու անվան պետական թատերական արվեստի ինստիտուտի գիտիսի ռեժիսուրայի ընդլայնված դասընթացները, որտեղ հաղորդակից է դարձել խորհրդային թատերական արվեստի լավագույն ավանդույթներին, ունեցել հնարավորություն համադրելու հայկական եւ համաշխարհային թատերարվեստի մոտեցումները։ Գոնե ինձ համար հեղափոխություն էր Հենրիկ Մալյանի առաջի երկու ֆիլմերը կամ ուծե ոչ առաջիններն էին, այսինքն նկատի ունեմ Եռանկյունին, Փայլուն մի ֆիլմ, Փայլուն, ուղղակի այսօր կարելի ասել նաև այն ժամանակների համար սյուրռեալիստական ֆիլմ։ Եվ իհարկե մենք ենք մեր սարերը։
Իսկ մենք ենք մեր սարերում 3 կարելի ասել թող չափազանցություն չթվա։ Նախ 3 հանճարներ էին։ Հրանտ Մաթևոսյան սցենարը, երաժշտությունը Տիգրան Մանսուրյան եւ ռեժիսոր, բեմադրիչ Հենրիկ Մալյան։ Ֆանտաստիկ ֆիլմ։ Մալյանի ստեղծագործական ուղին սկսել է բեմից, որոնք էին նրա առաջին քայլերը թատրոնում։ Հայաստանի տարբեր քաղաքներում նրա առջև բացվեցին դռները։ Մեկը մյուսի հետևից բեմ էին բարձրանում նրա ներկայացումները։ Համաշխարհային դրամատուրգիայի գոհարները նրա վարպետության շնորհիվ փառահեղ կերպով համադրվում էին հայկական մտածողությանն ու տրամաբանությանը։ Մալյանը կարևորում էր ոչ միայն դերասանի շարժուձևը գործողության համատեքստում, այլև նրա ներաշխարհն ու հոգեկան ռիթմը։ Սա Մալյանը թատրոնից բերեց կինո, էկրանային լեզուն դարձնելով ավելի հուզական ու խորքային։ 50-ական թվականներին նա բավականին լայն գործունեություն է ծավալել հանրապետության տարբեր թատրոններում։ Արտաշատի թատրոնում է որպես ռեժիսոր աշխատել եւ բեմադրություններ արել, Կիրովականի թատրոնում, այն ժամանակ Կիրովականի քաղաքը կոչվում, Աղափանի թատրոնում, այս շրջանում է որ բեմադրել է Եկամտաբեր Պաշտոնը, բեմադրել է Չեխովի Արջը, բեմադրել է Բաղդասար աղբարը, հա։ Եվ մենք տեսնում ենք, որ նա թատրոնից է գնում դեպի կինո։ Չմոռանանք նաև, որ Դավիթ Մալյանի եղբոր որդին էր, ում համար դերասանական արվեստը նպատակական մի մասնագիտություն չէր կարող լինել։ Մալյանի կյանքի լավագույն ձեռքբերումներից էր նաև կինոդերասանի թատրոնը, որը տարիներ անց եւ այսօր էլ կրում է իր անունը, պահպանելով ավանդույթներն ու այն գեղարվեստական ժառանգությունը, որը փոխանցել էր հանճարեղ ռեժիսորը։ Մալյանն անկեղծորեն խոստովանել է. Ինձ թվում է, ես զգացել եմ այն օդը, երբ թատրոնը մեծ մարդկանց մի օջախ էր, երբ թատրոնում ամեն ինչ շնչում էր թատրոնով, երբ դեռ թատրոնի բոլոր դերասանները լոկ թատրոնի դերասաններ էին եւ ոչ թե տիտղոսներ կրող անձնավորություններ, երբ թատերական գործի միայն ազգը եւ միայն անունը մի վեհ, մաքուր, վսեմ հասկացություն էր։ Մալյանը Հայֆիլմ կինոստուդիայում սկզբում աշխատում էր որպես ռեժիսորի օգնական, սակայն դա ընդամենն առաջին քայլն էր դեպի ստեղծագործական մի ընթացք, որն ընդմիշտ պետք է փոխեր հայկական կինոյի դիմագիծը։ Շուտով բոլորի համար պարզ էր դառնալու։ Հրապարակ էր եկել մի մտածող, որն առանձնանում էր ոչ միայն իր մասնագիտական շնորհով, այլև մարդակենտրոն, խոհական եւ նրբաճաշակ կինոյի հանդեպ հստակ տեսլականով։ Ես միշտ նախանձել եմ այն ռեժիսորներին, որոնք ֆիլմի ավարտից հետո հաճույքով մասնակից են լինում իրենց ստեղծագործության քննարկումներին։ Հաճույքով վիճում են, հաճույքով պաշտպանվում, հաճույքով հարձակվում ու կամ էլ հաճույքով լռում։ Սեփական ֆիլմի այս կամ այն գնահատության առթիվ։ Ֆիլմի ստեղծման հետ կապված բոլոր փուլերից ինձ համար ամենածանրը հենց այդ շրջանն է։ Ֆիլմի ավարտից ես մի անկասելի ցանկություն եմ ունենում հեռանալու, փախչելու ֆիլմից, նրա տրամադրությունից, նրա ռիթմից, փախչելու առանց ետ նայելու, առանց վերլուծությունների, առանց հոգեմաշ արդարացումների, առանց բացատրությունների, առանց հաղթողի կամ հաղթվողի կեցվածքի, ցանկություն եմ ունենում թաթախվելու նոր նյութի, նոր տրամադրության, մտքերի նոր ոլորտների մեջ։ Հենրիկ Մալյան։ Իր ֆիլմում իր ձեռագիր մարդն էր։ Մարդը։ Նա իր գրքում էլ հենց այդպես գրում է. Իմ գերխնդիրը մարդն է, մարդուն ճանաչել մինչև վերջ։ Մարդը իր բոլոր թերություններով, իր երազանքներով, իր ապրելակերպով, իր մտածելակերպով, իր վախերով, իր երազներով, ասում էր, եթե դահլիճից մի հանդիսատես բավարարված հեռացել է թատրոնից, ուրեմն մենք մեր գործն արել ենք։ Մի հանդիսատես։ Մալյանի առաջին խոշոր ֆիլմը եղավ Եռանկյունին, որն ընտանիքի վերածված ընկերության, օջախի վերածված դարբնոցի մասին էր Աղասի Այվազյանի հիանալի սցենարով։ Եռանկյունին դարձավ լավագույն հենման կետ հետագա հաջողությունների, ճանաչման, մրցանակների ու պարգևների համար։
1963 թվականին Լևոն Իսահակյանի հետ համատեղ նկարահանված «Ճանապարհ դեպի կրկես» ֆիլմից, ինչպես նաև 1965 թվականին Մսье Ժակը եւ ուրիշները կինո ալմանախում ընդգրկված «Կեղծ լրտես» նովելի իրականացումից հետո Հենրիկ Մալյանը 1967 թվականին ստեղծում է «Եռանկյունի» կինոնկարը։ Այս ֆիլմը դարձավ խոշոր շրջադարձ ոչ միայն նրա ստեղծագործական ճանապարհի, այլև ամբողջ ազգային կինոարվեստի համար։ Մինչ հանդիսատեսի սրտերին հասնելը Եռանկյունին արժանացավ լայն ճանաչման Անդրկովկասյան հանրապետությունների եւ Ուկրաինայի կինոփառատոնում ֆիլմը պարգևատրվեց Պրոմեթեվս 68 մրցանակով։ Այն արժանացավ բարձր գնահատանքի նաև Լենինգրադում կայացած համամիութենական կինոփառատոնում եւ հետագայում մեծ հաջողությամբ ցուցադրվեց թե Խորհրդային Միության, թե այլ երկրներում։ 1975 թվականին Հենրիկ Մալյանը եւ Եռանկյունի ֆիլմի ստեղծագործական կազմը պարգևատրվեցին Հայկական խորհրդային սոցիալիստական հանրապետության պետական մրցանակով։ Զո ինչ կենես։ Խելքը դուր է, նալ կշինենք։ Աշիմեմ ինչ երիր։ Խոբ չես սիրարվել տո։ Իմ արև սիրարվել է։ Հլբատուր, ընտանիք ունենալու վախտն է։ Նամուսով մե օջախմ կազմ է, մոգո։ Մի փոքրիկ դարբնոց։ Ինչ տարբեր են դարբինները։ Տարբեր են, կարծես թե ընդհանուր ոչ մի բան չպետք է լինի, եւ իրենց ինտելեկտուալ մակարդակով, հա, եւ իրենց նախասիրություններով եւ այլն, բայց նրանք մի գործ են անում, եւ նրանք ապրում են այս փոքրիկ եռանկյունում, եւ այս փոքրիկ եռանկյունը ամբողջ տունն է, ամբողջ հայրենիքն է։ Ուերտը սա է։ Նրանք միավորվում են եւ եւս մի շատ լավ բան է ասում այդտեղ Հենրիկ Մալյանը։ Ով է իրենց միավորում։ Իրենց միավորում է ոչ միայն գործը, իրենց միավորում է երեխան, որին բոլորը սիրում են, որին բոլորը ուզում են այսպես ասած տերություն անել, հա, հոգատար լինել։ Այս փոքրիկ երեխան էլի ժողովուրդն է։ Նոր սերունդը։ Մալյանը եռանկյան տեսք ունեցող դարբնոցում արվեստի շուրջ համախմբել էր այնպիսի մեծ ու տաղանդաշատ դերասանների, ինչպիսիք էին Արմեն Ջիգարխանյանը, Մհեր Մկրտչյանը, Սոս Սարգսյանը, Պավել Արսենովը, Զուրաբ Լապարաձեն, ինչպես նաև Ժիրայր Ավետիսյանը, Իննա Ալաբինան եւ Միքայել Հովսեփյանը, նույն ինքը Հովիկը։ Մատիսաշե, կփայլե։ Աղջի, զնդանը սամավար չէ, որ կպլպլացնես։ Խվատից, սեստրա, շուտով մեզ սպիտակ ֆարտուկ կհագցնի տնաշենը։ Տեսեք, երբ մենք խոսում ենք եռանկյունի, մենք ենք մեր սարերը, հայրիկ, կտորմը երկինք, այս ֆիլմերի մասին երբ խոսում ենք, առաջին բանը, որ գալիս է, որ բոլոր այդ կերպարներում մենք մեզ ենք ճանաչում։ Եվ այդ ժամանակների հեռավորությունը ոչինչ չի փոխել։ Այս ֆիլմերի հանճարեղությունը շատ դժվար է վերծանվում, ոնց որ էպիկական հերոսները, բանահյուսական հերոսները, շատ դժվար է առասպելների հերոսների այդ միամիտ թվացող այսպես կերպարները այնպես խորքով ընկալել, որ տեսնես, թե ինչքան շերտեր կա դրա տակ, ինչքան իմաստություն կա։ Այս բոլոր հերոսները եւ պատմությունները, որ այս ֆիլմերում կան, պարունակում են այդ շերտերը եւ մեր ժողովրդի, մեր ազգի, այսպես դարերով եկած իմաստությունը կրող հերոսներ են։ Հայֆիլմ կինոստուդիայում Մալյանը նկարահանեց եւս մի բարձրարժեք ֆիլմ, դարձյալ Աղասի Այվազյանի սցենարով։ Դա բանվոր Հովսեփի ու նրա ընտանիքի մասին պատմող հայրիկ շարժանկարն է, որտեղ իրենց փառահեղ դերասանական խաղն են ցուցադրել Մհեր Մկրտչյանը, Ազատ Շերենցը, Վարդուհի Վարդերեսյանը, Հրաչյա Կոստանյանը, Համլետ Դալակյանը, Աշոտ Մելիքջանյանը, Շաքե Թուխմանյանը, Արմեն Խանդիկյանն ու էլի շատ տաղանդավոր դերասաններ։
կյանքում մեկ ֆիլմում եմ նկարահանվել եւ դա եղել է հայրիկ ֆիլմը։ Փոքր, ճիշտ է դերը, բայց նա ինձ ասեց Արմեն ջան, ես կարող եի քեզ գլխավոր դեր տալ, բայց գլխավոր դերակատարին Ֆրունզիկ Մկրտչյանին դիմագծերը չի համապատասխանում։ Այն ժամանակ ինձ ասում էին ոչ հայկական դիմագծերով։ Եվ նկարահանվեցի։ Ես հիշում եմ, թե ինչպես էր արտիստների հետ աշխատում։ Այնքան իմաստուն, կարճ ու նույնիսկ ցածր ինտոնացիայով խնդիր էր դնում արտիստի առաջ, որ մենք միանգամից հասկանում ենք, թե ինչ է ուզում եւ ինչ պիտի անենք կադրում։ Ֆիլմում ուշագրավ է բոլորին հարցեր տվող փոքրիկ Ռուբենի կերպարը, որին հուզում է թվացյալ մի պարզ հարց. Հայրիկ, ես էլ եմ իմ ուրիշ ընտանիքն ունենալու, տալով մարդկության չվերջացող երթի խորհուրդն ու կապը։ Նա նկարահանման հրապարակում հայտնվել է բակից, Մհեր Մկրտչյանի մանկության ընկերոջ Ժորա Հարությունյանի առաջարկով։ Փոքրիկ դերակատարն այսօր արդեն այլ մասնագիտություն ընտրած Աշոտ Նիկողոսյանը իր հուշերում պատմել է, որ բավականին հետաքրքիր է անցել նկարահանման ողջ ընթացքը։ Այն տևել է 8 ամիս, իրականացվել Երևանում ու Մոսկվայում։ 7 տարեկան երեխայի համար Մոսֆիլմի նկարահանման տաղավարը իսկական կախարդանք է եղել, հետաքրքիր ու գրավիչ, լի զվարճալի դեպքերով։ Օրինակ, հարցազրույցներից մեկում պատմել է, որ հայտնի ճաշելու դրվագն այնքան են կրկնել, որ ճաշը վերջացել է եւ նրանք ստիպված են եղել պարզապես երման ջուր ուտել։ Հացով կեր։ «1977 թվականին Մալյանն էկրանավորում է Հրաչյա Քոչարի Նահապետ վիպակը, այն վերածելով խորապես ազգային, բայց միաժամանակ համամարտկային արժեքներ ամփոփող շարժանկարի։ Ֆիլմի հիմքում ընկած է հայոց ցեղասպանությունից փրկված հայ շինականի Նահապետի ճակատագիրը։ Նրա կյանքի պատմությունը դառնում է մի ամբողջ ժողովրդի ողբերգություն։ Ինձ կանչեցին հայ ֆիլմ, որ ընկեր Մալյանը քեզ կանչում է։ Գնացի դե մեր հին հայ ֆիլմ Տերյան փողոց եւ մտա նկարահանման խումբը եւ այնտեղ նստացեց Սոսը։ Եվ ու հանկարծ Մալյանը ասում է Սոս ջան, մի 10 րոպե Սոֆիկի հետ խոսեք, մի փոքրիկ գործ ունեմ, հիմա կգամ։ Ու Սոսը ինձ ինչ որ հարցեր է տալիս, հա, Սոֆիկ ջան, որտեղից ես ինչ բաներ է խոսում ինձ հետ։ Եվ հետո ասաց, վաղը Սոֆիկ ջան կարող ես գալ այգի, Սունդուկյան թատրոնի այգի։ Ու հանդիպենք խոսենք։ Նա ինձ չառաջարկեց ուրիշ որևէ տեղ, ոչ ռեստորան, ոչ չգիտեմ որտեղ, բայց միայն այդ հրավերը, որ ես պիտի իր հետ առանձին հանդիպեմ, իմ մեջ ուրիշ, չգիտեմ, այսպես կտրեց ամեն բան։ Ես ցնցված էի, ու արդեն սկսվեց նկարահանումները, եւ այդ ամբողջ նկարահանումների ընթացքում միջև այդ շիվերի պատմությունը մեր մեջ սառնություն, ավելին ասեմ, այնքան կոպիտ էր ինձ հետ, դուք գիտեք, դուք ֆիլմի այն պատմելուց հետո կտեսնեք կադրերը ու կտեսնեք, թե ինչպես է նա ինձ հարվածում նույնիսկ։ Այն պահին, որ սերմերը դնում է ու ես ինքը դնում է սերմը, ես հողով ծածկում եմ, չէ՞։ Նա գիտեք ինչպես է ինձ խփում, չէ՞։ Կրակները, որ վառում ենք, չէ՞, շիվերը, որ պիտի անենք, ու հետո սիրենք իրար, չէ՞։ Սցենարում այդպես է։ Նա ինձ այնպես է շպրտում այդ կրակների մեջ։ Ամեն անգամ տղաս նայելուց ասում, մամա, լավ է չես վառվել դու։ Զուշ պատվաստի։ 1978 թվականին Երևանում անցկացված համամիութենական կինոփառատոնում Նահապետն արժանանում է գլխավոր մրցանակին որպես բարձրարվեստ եւ բացառիկ ստեղծագործություն։ Ֆիլմը մեծ արձագանք է գտնում նաեւ խորհրդային միության սահմաններից դուրս։ Cahiers du Cinéma, որ ֆրանսիական նորալիքի ժամանակներից սկսած իրենց ամենահայտնի կինոամսագիրն է, ինչ հիացական տողեր է գրել,
Նահապետ ֆիլմի մասին, նույն այն Նահապետի, որը մեր հայրենակիցների մեծ մասի համար մինչ օրս այսպես դժվար ընկալելի է կարծես։ Եվս մի ֆիլմ Մենք ենք մեր սարերը, որ ամբողջովին նոր խոսքեր իր ժամանակի մեջ եւ մեծ հայտ որպես ռեժիսոր։ Դարձյալ դերասանական աստղաբույլ էր հավաքված նրա շուրջը։ Խորեն Աբրահամյան, Սոս Սարգսյան, Մհեր Մկրտչյան, Ազատ Շերենց, Արտավազ Փելեշյան, Արմեն Այվազյան։ Հրանտ Մաթևոսյանի խորախորուրդ սցենարն ու Մալյանի ամենատես աչքը ստեղծեցին մի շարժանկար, որ մինչ այսօր չի դադարում հուզել հայ մարդուն։ Հնձածդ խոտ չի տոն ասուն։ Թողեք ես դրա, թողեք ասում եմ, դա թողեք էլի, թողեք ասում եմ, Ադամ Քերի, թողեք, ասում եմ, թողեք էլի, թողեք ասում եմ էլի։ Հոգիս կերակել է, կողմություն են արել, կարծում են, բարեգործություն են արել։ Ախր դրա եղածն ինչ, ախր երկու մատով կխեղտեմ։ Մալյանի նուրբ երգիծանքով, բանաստեղծականությամբ ու դրամատիզմով հագեցած Հրանտ Մաթևոսյանի հանճարեղ սցենարի վրա նկարահանված «Մենք ենք մեր սարերը» ֆիլմը 1976 թվականին Իտալիայի Սան Ռեմո քաղաքում անցկացված հեղինակային ֆիլմերի 19-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրիի կողմից ճանաչվեց տարբեր երկրներից ներկայացված 23 գեղարվեստական ֆիլմերից լավագույնը։ Այդ մասին Ունիտա թերթը գրել է. Ֆիլմը զարմացնում է իր բանաստեղծականությամբ, կենսական ուժով։ Սովետական կինեմատոգրաֆը հասել է հսկայական հաջողությունների։ Դատարանը որոշեց քեզ դատապարտել գնդակահարության։ Ինչու՞։ Որովհետև մեր պետությունը բժշկին քիչ է վճարում, հովվին քիչ է վճարում, բոլորին քիչ է վճարում, որպեսզի խնայված միջոցներով այս երկիրը դարձնի երկիր։ Իսկ դու գողանում ես այդ խնայված միջոցները, սերմացու գողացող մկան պես, թուղս գողացող աղվեսի պես։ Փառատոներից մեկի ժամանակ «Մենք ենք մեր սարերը» ֆիլմի համար մի բրազիլացի հայտարարել էր. «Սա իմ մասին է, սա իմ կյանքն է, ինչպես է հայ ռեժիսորը կարողացել այսպես հայտնաբերել իմ կյանքը, շնորհակալություն իրեն»։ The Guardian թերթում հայտնվում է հոդված «Մենք ենք մեր սարերը» ֆիլմի մասին, այն անվանում են հայկական աբսուրդիստական կատակերգություն։ Մտածում ես 22 թվական, 2022 թվականին հայտնվում է հոդված, ուրեմն Մալյանը և իհարկե նաև նրա հետ համագործակցած անունները չմոռանանք հնչեցնել, Աղասի Այվազյանը, Հրանտ Մաթևոսյանը, մեր մեծ գրողները այդ ժամանակաշրջանի, այդ դարի, տեսեք, փաստորեն իրենք ստեղծել են այնպիսի ստեղծագործություններ, այնպիսի ուրեմն գաղափարներ են նաև արտահայտել այդ իրենց գործերում, որ դրանք մինչ օրս ոչ միայն մեզ, այլև օտարներին կարող են հետաքրքրել։ 1980 թվականին Հենրիկ Մալյանն էկրանավորեց «Կտորմը երկինք» ֆիլմը ըստ Վահան Թոթովենցի «Բաց կապույտ ծաղիկներ» պատմվածքի։ Այս կինոժապավենը ցուցադրվել է Ֆրանսիայում, Լաոսում, Գերմանիայում, Վենետիկի, Վիեննայի, Մանիլայի միջազգային կինոփառատոններում, Անգլիայում, Նյու Յորքում կազմակերպված ամենամյա ավանդական փառատոնում, ինչպես նաև 1981 թվականին Դելիում կայացած 8-րդ միջազգային կինոփառատոնում։ Այբ փեն քիմթա Եչ զա էտ թո ջե ցայների Բաց կապույտ ծաղիկները կարդացինք, սիրահարվեցինք եւ Հենրիկ Մալյանը այսպես կրակեց. «Դե ինչ, աշխատելու ենք»։ Ես մտածեցի, ասիստենտական որևէ աշխատանք ուրախությանս չափ չկար եւ հանկարծ գալիս ենք կինոստուդիա եւ պարզվում է, որ ոչ թե ասիստենտական աշխատանք, այլ Թորիկի դերակատարումը։ Ճիշտն ասած, վախից ծնկներս թուլացան, քանի որ վարպետիդ հետ աշխատել, դա ոչ միայն ճիշտ է մենք 4 տարի աշխատել ենք, բայց երբևէ նման կերպ,
մենք դեռևս չէինք աշխատել։ Վաղ կար։ Մալյանի ֆիլմը շատ ազգային է։ Իմ կարծիքով միայն ճշմարիտ ազգային արվեստը կարող է համամարտկային դառնալ։ Եվ միայն այն դեպքում, երբ արվեստագետը հենվում է իր ժողովրդի արմատների եւ պատմության վրա, կարող է խոսել ցանկացած լեզվով։ Միայն այդ դեպքում հասկանալի կլինի բոլորին։ Նիկիտա Միխալկով։ Այս դղան, երբ մարդ դառնա, այդ քիշեր ես հանգիստի բեռնիմ։ Այս խոսքերը միստերից պահեք։ Յուրաքանչյուր հատված, յուրաքանչյուր էպիզոդ չափազանց թանկ է։ Մի բան կար, որ տեղի ունեցավ հավերը բռնելու ժամանակ, ես շատ սարսափելի ալերգիա տարա այդ հավերը որսալու ժամանակ, դունչս վնասեցի եւ ինչ-որտեղ մարմինս չընդունեց եւ սարսափելի ալերգիա էի տարել, որը որ չափազանց վտանգավոր էր։ Փառք Աստծո դուրս եկա տակից եւ ֆիլմի նկարանումները շարունակվեցին, բայց վախ կար։ Հիշում եմ Մերինք Մալյանի աչքերը, երբ եկավ ու տեսավ ինձ այսպես ուռած, իսկ բժիշկը ասեց, որ այդպես ուռած եք, նույն բանը կատարվում է ներսում։ Շատ սարսափելի։ Հիվանդությունից հետո, այսպես երևի մի 20-25 օր ես նորից սովորում էի քայլել, ման գալ, որովհետև այդ ալերգիկ հետևանքները չափազանց սարսափելի էին։ Մալյանը եզակի հանճար էր, ում չէին հուզում կոչումներն ու շքանշանները։ Նրա հետ աշխատող արտիստները միշտ խոստովանել են, Մալյանի ու դերասանների միջև մեծածավալ անհամաձայնություններ չեն առաջացել, որովհետև նա առաջին հերթին մեծ հոգեբան էր։ Ես աշխարհում համարյա ոչինչ չգիտեմ։ Ֆիզիկայի, քիմիայի, հանրահաշվի, երկրաչափության բարդ հարցերից մինչև կենցաղային ամենապարզ հարցերից ես գլուխ չեմ հանում։ Այսպես երբեք չընկալեցի տասնորդական կոտորակները, գլուխ չհանեցի սինուսից ու կոսինուսից, Մենդելեևի աղյուսակից, էլեկտրականությունից, Նյուտոնի օրենքից, ինչպես նաև հայրենի քերականական շատ ու շատ օրենքներից, հեռուստացույցի անտենայից, բողոքականներից ու գրիգորյանականներից, ուղեցույցից օգտվելու եղանակից, լոգարիթմների աղյուսակից, խակ ու հասուն ձմերուկից եւ այլն, եւ այլն։ Այսքան համեստ նախաբանից հետո թույլ տուր հայտարարել հավանաբար ամենաանհամեստ իմ համոզմունքը։ Ես գիտեմ մարդուն։ Ես գիտեմ մարդու բոլոր թերությունները եւ նրա ուժը նույնպես։ Գիտեմ նրա բոլոր ձգտումները։ Գիտեմ այդ ձգտումների բոլոր շարժառիթները։ Գիտեմ նրա լռությունը եւ լռության տակ թաքնված խոսքը։ Գիտեմ նրա բոլոր գաղտնիքները։ Գիտեմ Եվ գուցե հենց այդ պատճառով էլ սիրում եմ, հարգում եմ, աստվածացնում եմ նրան եւ խոնարհվում նրա առջև։ Ես արվեստում ոչինչով չեմ ուզում զբաղվել, բացի մարդուց։ Ես ոչ ոքի համար չեմ ստեղծագործում, բացի մարդուց։ Հենրիկ Մալյան։ Մալյանի արվեստը մեր սրտից է բխում եւ ուղղված է մեր սրտին, հայի սրտին։ Նրա ֆիլմերը սովորեցնում են մեզ տեսնել բարին, մարդկայինը, ազգայինն ու ճշմարիտը։ Նրա ֆիլմերի հետ մենք մի քիչ նահապետ ենք, մի քիչ մկրտիչ։ Նրա ֆիլմերի հետ մենք մաքրագործվում ենք, որովհետև ազնիվ է արվեստը, նրա մեծ հայի, հանճարեղ մտածողի ու հայկական կինոարվեստում նոր խոսք բերողի։ Այսպիսի անհատներն են կերտում մեր անցյալը, ներկան ու ապագան։ Ուրեմն երիցս օրհնված թող լինեն նրանք, ազգի սյուները։ Կհանդիպենք։